Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ապրիլ ամիսն է եւ ինչպես գիտեք, ապրիլ ամիսը մենք նվիրել ենք կերակրատեսակների հավաքչությանը, մեր ազգային խոհանոցի վերածննդի, նրա համալրման եւ շարունակականություն ապահովելու ամսին, որպես ամիս, չնայած որ ապրիլը մեր մեջ նաեւ կսկիծ է առաջացնում, մեր մեջ նաեւ ցավ է առաջացնում, բայց այնուամենայնիվ պիտի դիմակայենք, այնուամենայնիվ պիտի գործենք, ստեղծենք եւ մեր առաքելությունը, մեր շարունակականությունը ապահովենք։ Այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, գնանք տեսնենք, թե մեր հյուրը ինչ է մեզ համար, ինչ անակնկալ է մեզ համար պատրաստել եւ որ կերակուրն է, որ իր կամքով ուզել է փրկել անմոռանալիության, այսինքն կորչելու վտանգից։ Գնանք եւ տեսնենք։ Այն ամենը, ինչ մենք պատրաստվում ենք ձեզ հաղորդել իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է հարգելի հեռուստադիտողներ, հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մամուլյան եւ ընկերներ Գինետան ավագ խոհարար եւ ձեր արդեն ընկեր Գրիշա Անտինյանը։ Ողջույն Գրիշա։ Ողջույն սա։ Ինչպե՞ս ես Գրիշա։ Նորմալ։ Շատ ուրախ եմ նորից եթերում հանդիպելու համար, որովհետեւ ամեն օր հանդիպում ենք։ Եթերում գոնե արդեն կազմակերպված, ինչ նորություններով է, ինչ մոռացված կերակրատեսակ ես։ Ուրեմն ասեմ, այսօր մենք պատրաստելու ենք կարագածոտնի ջեռեփուկ։ Շատ լավ։ Այստեղ լավ բանջարեղեն եմ տեսնում։ Օգտագործելու ենք թարխուն, կանաչ սոխ, տավարի միս, ծիրանի ցոգոլ, հա? Եվ ամենակարևորը բանջարեղենների ու կանաչիների արքա ծնեբեկ։ Շատ լավ, ինչի, որ է վիտամին է պարունակում, շատ, հա? Այո։ Շատ լավ։ Լավ կոնյակ ենք օգտագործելու նաև եւ կարակ։ Ինչից սկսենք եւ ինչը կվստահես ինձ։ Սկսենք սկզբից։ Սկսենք սկզբից։ Հա, ինչ ենք անում սկզբից սկսելու համար, երևի թե մենք տապակենք միսը ցոգոլի հետ։ Ցոգոլը նախ մաքրենք, որիզից։ Այո։ Ես հիմի ծնեբեկն էլ կմաքրեմ, այսինքն մի քիչ կոշտ մասերը կհեռացնենք։ Գրիշան, մեր հաղորդումները դիտում ես ընդհանրապես։ Աշխատում եմ դիտեմ։ Այս միամսյակը դե արդեն կամաց մոտենում է իր ավարտին։ Մի ինչ որ ուսանելի բան այդ ընթացքում երևաց եթերից, թե չէ։ Բնականաբար։ Երևաց, չէ, բավականին հետաքրքիր կերակրատեսակներ, որոնք չգիտեմ ինչ պատճառով մոռացության էին մատնվել։ Իսկ դրանք ինչ կարծիք ես կիրառելի են ընդհանրապես հանանեցնի օբյեկտներում։ Համոզված եմ, որ իհարկե կիրառելի են։ Ծնեբեկը կտրատում ենք դանակով, երկաթե շեղբով դանակով, այդպես անում են ընդհանրապես։ Ընդհանրապես կտրատում ենք այնպես, ինչպես հարմար է։ Ջեռեփուկ եւ այստեղ մենք տեսնում ենք նաեւ թթու միջավայրի ստացում դեռահաս ծիրանի միջոցով, ցոգոլի ինչպես ասում ենք։ Այ դու որպես մասնագետ ուզում եմ մեր հեռուստադիտողներին այդ թթու միջավայրը, այս կամային կերակրատեսակ երբ որ պատրաստում ենք, այդ նրա օգտակարությունը, նրա ինչն է, որ իհարկե նա նպաստում է նաեւ մարսողությանը թթու միջավայրը։ Մանավանդ որ մենք ստանում ենք թթու միջավայրը մեր բնական եղանակով։ Այո, մեր բնական, մեր բնաշխարհի բնորոշ մթերքներից, չէ՞։ Այո։ Սոխն էլ կտրեցինք։ Քանի որ սոխ, բոլոր մթերքները կլոր են, իրենք գլորվում են տախտակի վրից։ Հետևություն, որ երկրագունդը կլոր է, հա։ Երկրագունդը կլոր է, բայց մենք չենք գլորում երկրագնդի վրայից։ Ես մաքրելու եմ այնքան, որ դու ասես բավական է կամ ոչ։ Դե, պարոն Մամուլյան, ինչպես գիտեք, ես դաժան եմ, ես ոչ մի անգամ չեմ ասում բավական է, երբ որ դուք աշխատում եք։ Այսինքն ուզում ես ասել աշխատելիս շատ քիչ ես հանդիպել ինձ։ Չէ։ Ես ուզում եմ քիչ եմ աշխատում։ Ես ուզում եմ ասեմ, որ ոչ թե աշխատելիս քիչ եմ հանդիպել ձեզ, այլ ընդհանրապես իմ դաժանությունը ապացուցեմ։ Ավելացնում ենք մի քիչ Չես բացատրելու ինչ ես անում։ Ավելացնում ենք մի քիչ բուսայուղ, տաքացած տապակի մեջ եւ մի քիչ կարակ։
Ընդհանրապես ասում են միասին համեղ է, հա։ Ինչ է Կարակն ու բուսայուղը։ ասում են։ Բավական է երևի, հա։ Բավական է։ Հիմա լսնենք սա։ Հետաքրքիր է, գիտես, ցոգոլից կերակուր։ Հիմա մեր երեխաները ցոգոլ շատ են սիրում եւ ծերերը տարիքովները շատ են փնովում, թե թողեք հասնի։ Հիմա եւս մեկ առիթ կդի երեխաներին կասեն ցոգոլից կերակուր պիտի պատրաստենք։ Ինչու եք ցոգոլը Ուտում, չէ։ Մենք էլ ասենք արդեն ոնց որ թե այդ երեխեքի ցոգոլ ուտելուն վայս են կլնում, հա։ Լավ չի, հա։ Ես երեխաներից կարամ ներողություն խնդրեմ, բայց ինչ արած։ Այդպես է։ Ցոգոլը տապակեցինք թեթևակի, այնուհետև խաշված միսը, Արդեն խաշված միսը, այո, տավարի փափկամիսը, նորից տապակում ենք։ Մի փոքր ենք, որ մի քիչ կեղևապատվի, այո։ Մի քիչ կեղևապատվի։ Կերակրատեսակները ոչ միայն մեր խոհանոցում, բայց մեր խոհանոցում մի քիչ առավելապես անվանումները ծագում են ջերմային մշակման կիրառման հետ, այսինքն ջերմային մշակման ձևը հենց համարվում է անվանումը, այսինքն օրինակ այս կերակուրը, որ ջերեփուկ, այսինքն շոքի մեջ, գոլորշու մեջ եփված, շոքի խաշված ասենք, բայց լրիվ շոքեխաշված չի, որտեղ շոքեխաշվածը այն խոհարարական բաղնիքի, այսինքն զուտ գոլորշու վրա պատրաստված է։ Սա առանց այլ հյութի, այդպես բանջարեղեններից դուրս եկող հյութի մեջ շոքեխաշվում է։ Ջերեփուկ։ Ասեմ, որ մեր խոհանոցում, Մամուլյան եւ ընկերներ գինետան խոհանոցում, հենց պատրաստման եղանակների հետ կապված է ճաշացուցակը կազմվել, օրինակ խաշընտուրներ, դամածոներ, որոնք յուրահատուկ են հիմա մեր ազգային խոհանոցում եւ այլ, հա, ասենք ջերեփուկները, այո, քաշովիները, ոնց որ թե մեր միսն էլ կեղևապատվեց, մենք այնքան զրուցեցինք, մինչև միսը կեղևապատվեց, հա, չհամբերեց, որ մի քիչ էլ զրուցեինք, միգուցե ծնեբեկը արդեն լսնենք, հա, առաջի շերտը։ Կրակը մի քիչ չիչեցնենք, ինչ կարծիք ես, ահա։ Ասեմ, իմ կարծիքը ձեր կարծիքին համակարծիք է։ Ծնեբեկը լսնենք, վրայից լսնենք թարխունը, նրա վրայից լսնենք կանաչ սոխը, կոնյակ, բայց կոնյակը այս տարբերակում չենք այրելու։ Ոչ, չայրենք, ինչ կա որ։ Իսկ համեմունք ինչ պիտի անենք։ Համում ենք աղով, և սև պղպեղով։ Ընտրան։ Շնորհակալ եմ։ Եվ ինչպես կասել են երկի մեջ, հենց այսպես էլ ապրում ենք, մենք էլ հենց այսպես էլ աշխատում ենք, միասին, միահամուռ ուժերով։ Համերաշ, շատ համերաշ։ Ծածկենք և սպասենք 10-12 րոպե, մինչև մեր ջերեփուկը պատրաստ կլինի։ Սպասենք 10-12 րոպե։ Այդ ընթացքում երևի թե խոսենք ապրիլ ամսվա մասին, հա։ Խոսենք Գրիշ ջան։ Մեր ազգի համար։ Խորհուրդ չասենք, բայց ապրիլը մեզ համար չբացված գարնան խորհուրդն ունի, որը ցավալի խորհուրդ է, բայց պիտի ուղղակի չհուսահատվենք։ Ես գոնե ինձ համար հարգելի հեռուստադիտողներ մի այսպես
առաջաբան կամ մի ասացվածք եմ արել, որ հուսահատված մարդու ոչինչով հնարավոր չէ օգնել։ Եվ խորհուրդ տանք, հորդորենք, ամեն մեկս մեր աշխատավայրում, ամեն մեկս մեր շրջապատում, ամեն մեկս մեր ընտանիքներում պիտի հույս տանք մեկս մյուսին։ Պիտի կանգնենք մեկս մյուսի թիկունքին, պիտի միակամ լինենք եւ այս ծանր ժամանակաշրջանը, այս ծանր հիշողությունները պիտի թոթափենք, որովհետեւ դեռ կյանք կա եւ դեռ անելիք ունենք եւ դեռ ունենք առաքելություն եւ առաջ գնալու տեղ։ Այո։ Այնուամենայնիվ սպասենք մի քանի րոպե, մինչ ջրեփուկ կպատրաստվի եւ մատուցման Չզբաղվենք շատախոսությամբ, այլ սպասենք, չէ։ Այո։ Գրիշան, ինչ ստացվեց։ Հələ չի ստացել, արդեն համարյա թե պատրաստ է, համարյա թե։ Այսինքն Մի փոքրել եւ ամեն ինչ լավ է լինելու, ոնց որ ասում ենք, հա։ Բայց եկեք կափարիչը բացենք, հա։ Զգում եք ինչ բույր է։ Խնդրում եմ կարակը տակ։ խնդրեմ։ Արդեն վերջի պահին, երբ որ ինքը համարյա թե պատրաստ է, մի փոքր կարակ ենք դնում վրայից։ Նորից էլի Հարգելի հեռուստադիտողներ, բույրը որ տարածվել է հիմա տաղավարում, շատ վտանգավոր բույր է, շատ վտանգավոր։ ծածկում ենք 1-2 րոպե եւ ինքը արդեն պատրաստ է։ Պատրաստ է։ Մատուցելու ենք կավից պատրաստված հատուկ մատուցման ափսեով։ Այո։ Մատուցելու ենք ես եւ Գրիշան, ինչպես ենք մատուցելու։ Մատուցել ենք սիրով, ժպիտով Լայն ժպիտով։ եւ ամենակարևորը հոգով։ Այո։ Նախապատրաստենք կարակը արդեն Մինչև կարակը հալվի, ես կուզեի մի բան ասել։ Խնդրեմ։ Ընկերների հետ, ընկերների համար։ Ընկերներով, ընկերների համար։ Այո, ընկերը լավ բան է։ Կարակը արդեն հալվել Բացի է։ այն, որ ընկերը ուտել բառից է, չէ։ Այո։ Կարակը Ընկեր, արդեն միասին ընկեր։ հալվել է եւ մենք կարող ենք մատուցել։ Այդ պարտականությունը ես թողնում եմ ձեզ վրա։ Շատ լավ, շատ լավ։ Ես էլ կփորձեմ գեղեցիկ մատուցել, իսկ մինչ ես կդասավորեմ, կդարսեմ կերակուրը, կարող ես նորից հիշեցնել մեր հեռուստադիտողներին, թե ինչ պատրաստեցինք եւ ինչպես։ Մենք պատրաստեցինք արագածոտնի ջեռեփուկ, նախապես խաշված միս, ծնեբեկ, ցոգոլ, կանաչ սող, թարխուն։ Ցոգոլը մի փոքր տապակում ենք ձիթայուղի եւ կարակի հետ, ավելացնում ենք խաշած միսը, թողնում ենք միսը մի քիչ կեղևապատվի, որից հետո վրայից ավելացնում ենք ծնեբեկը, թարխունը եւ կանաչ սոխը։ Հերմետիկ փակում ենք կափարիչը եւ թողնում ենք իրեն գոլորշիով, հա, իրեն ջեռով, հա, ոնց է։ Այո։ Ջեռուսվի։ Բա կոնյակը ինչ ենք անում։ Խմում ենք թե Կոնյակը ես ուզում եմ չասեի այդ գաղտնիքը, բայց դուք անընդհատ ուզում եք գաղտնիքները ասենք, լավ ասենք։ Կոնյակը ուրեմն մի մասը խմում ենք, մի մասն էլ մինչև կափարիչը փակելը ավելացնում ենք կոնյակը նաև մինչև իրա պատրաստ լինելը մնացած մասը կոնյակի ըմբոշխնում ենք մինչև գերագրատեսակը պատրաստ լինի։ Հյութը չմոռանանք լցնենք վրա։ Այս հյութը, որը պարունակում է մեծ քանակությամբ D վիտամին։ Ահա բարեկամներ, այս կերակուրն է, որ մենք համակ ուշադրությամբ պատրաստեցինք Գրիշայի հետ։ Գրիշա ջան, ներկայացրի արդեն կերակրատեսակը, իսկ ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ես մեր հեռուստադիտողներին ցանկանում եմ մի քիչ համբերություն, մի քիչ իրենց բնակարաններում եւ տներում օգտագործեն նաեւ այն կերակրատեսակները, որոնք որ մենք ավանդաբար պատրաստում ենք Արարատյան խոհանոց հաղորդաշարում։ Շատ լավ, Գրիշ ջան, ապրես դու, ես էլ եմ միանում Գրիշայի ցանկություններին, հարգելի հեռուստադիտողներ, եւ նաեւ ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրիշային, շնորհակալություն եղբայր, ապրես դու։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կերակրատեսակը համարվում է հիմնական կերակրատեսակ, մատուցման ջերմաստիճան 65-ից 70 աստիճան, մատուցում ենք կարմիր անապակ հայկական գինով։
Եվ ինչպես միշտ նախքան ավարտելը ուզում եմ որ լինենք առողջ ու երջանիկ եւ միշտ հիշենք եղել ենք կանք ու դեռ պիտի շատանանք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու ցտեսություն բարեկամներ Արագածոտնի ջեռեփուկ Տավարի միս 300 գրամ ցոգոլ 30 գրամ թարխուն 10 գրամ կանաչ սոխ 10 գրամ ծնեբեկ 30 գրամ կոնյակ 100 միլիգրամ կարակ 50 գրամ ձեթ 20 գրամ աղ պղպեղ բարեախորշակ